Իրոք կներեք, էլի ես թվերի մեջ խառնվեցի։ Սկզբից ասացիք 3094 անձ է դիմել, ճիշտ լսեցի։ Ճիշտ լսեցիք։ Հետո ասացիք 1072 անձ է դիմել մարտ ամսին։ Հետո ասացիք, որ ընդհանուր առմամբ կունենանք 2900 անձ։ Հիմա Ոնց ստացանք։ Դիմումները այս պահի դրությամբ, այսօրվա ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր կազմում է 3594։ Դիմել են փետրվարի 1-ից եւ դիմումների թիվը հաստատված փետրվարի 1-ին մարտի 20-ի դրությամբ վճարված կազմել է 1896 հոգու։ Հետո մարտ ամսին դիմել են եւս 1072 անձ եւ ապրիլի վերջին, երբ որ համատեղ փետրվար եւ մարտ ամիսների վճարումը կազմակերպեն, կկազմի ընդհանուր 2968 անձ։ Տարբերությունը հաջորդ ամսվա արդեն մայիսի 20-ին կվճարվի այդ տրամաբանությամբ, որովհետև պետք համակարգով հարկերը հաշվարկվում են եւ մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո։ Սա է տրամաբանությունը, պարոն վարչապետ։ Բայց մեր պոտենցիալ շահառուները մոտավորապես 300,000 մարդու մասին էր, չէ՞։ Ճիշտ է, մեր պոտենցիալ շահառուները 218,000 անձ էին, որոնց ընդհանուր մինչև 1 միլիոն դրամ ունեցող վարկային բեռի թիվը 168 միլիարդ էր եւ մեր 218,000 անձից մոտավորապես 40,600 անձը այս պահի դրությամբ ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեին զբաղվածություն եւ մենք դիտարկում ենք 40,600-ը ունեին զբաղվածություն եւ մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90,000 անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում եւ մենք կունենանք մեր 218,000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր առմամբ կկազմի 131,000 անձ։ Այսինքն այս թիվը նշեցիք շուրջ 40,000 մարդ այսօր էլ արդեն աշխատում է։ Այո։ Այսինքն իրանք ընդամենը պետք է դիմեին, որ իրենց եկամտային հարկը ուղղվեր այդ նպատակին, բայց մինչև հիմա չեն դիմել։ Ճիշտ է։ Այստեղ էլ խնդիր կա։ Ի՞նչն է խնդիրը։ Մարդիկ իրազեկված չեն, թե ասում են լավ։ Կարծում եմ ծրագրի մեկնարկը դեռ ընդամենը 1 ամիս է ինչ ծրագիրը մեկնարկել է, կարծում եմ ավելի ինտենսիվ իրազեկումներով եւ մի քիչ ավելի ինտենսիվ աշխատելով ճիշտ մեր մյուս ծրագրերի նման Նկատի ունեմ աժոտաժ չկա։ Տեսեք, այս դեպքում էլ բան չենք անում։ Ենթադրենք 40,000 մարդ կա, որը այսօր էլ աշխատում, աշխատավարձաստանում եկամտային հարկ է վճարում։ Տեսեք, ոչ մի լրացուցիչ, այս էլ ոչ Մարդը ընդհանրապես պետք է դիմի, որ իր արդեն իսկ վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։ Ենթադրում եմ հիմա իր աշխատավարձից այդ պահվում է 20%-ի sense tenants պահվում է, այսօր էլի 20%-ը այդ վարկը մարելու համար։ Հիմա այստեղ պետք է հասկանանք, լավ, մի ամսում օրինակ մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի Եվ լսում է, որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն նույնիսկ 10%-ը աշխատող, որ այսօր իր կյանքում ոչ մի բան, այն մյուսները հələ դեռ պետք է, եթե ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, դեռ պետք է մտածեն, դեռ պետք է գործատուի հետ խոսեն, պայմանավորվեն, ոնց մտնեն ֆորմալ դաշտ եւ 40,000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Հիմա պետք է հասկանանք, տեղյակ չեն մարդիկ, թե այլ խնդիր կա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։